Քվեաթերթիկի 19-րդ համարով ընտրություններին մասնակցող Լուսավոր Հայաստան կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Գավառի բնակիչների հետ։ Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքում չպետք է ձևավորվի իշխանություն, որը կունենա բացարձակ մեծամասնություն եւ կկայացնի միաձայն որոշումներ։ Մարուքյանի խոսքով Լուսավոր Հայաստան կուսակցությունը դեմ է որևէ ուժի բացարձակ իշխանությանը եւ առաջարկում է ձևավորել բազմուժ խորհրդարան ու կոմպրոմիսային վարչապետով կառավարություն։ Բազմաուժ պարլամենտ է ձևավորվում եւ բազմաուժ պարլամենտի գործադիր իշխանություն կոմպրոմիսային վարչապետով։ Մարուքյանն անդրադարձել է նաև դատական համակարգի եւ իրական արդարադատության բացակայության հետևանքներին։ Նա նշել է, որ քաղաքացիները հաճախ բախվում են անհամաչափ սահմանափակումների, փոքր պարտավորությունների պատճառով կարող են արգելանքներ դրվել հաշիվների կամ գույքի վրա, իսկ մեքենաները հայտնվել հետախուզման մեջ։ Եվ ես դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս սարսափը կասեցնելու եւ փոխելու այս ամեն ինչը։ Երբ որ ձեր բանկային հաշիվները ապօրինի կերպով արգելանքների տակ չեն հայտնվի։ Լուսավոր Հայաստանում իրենց առաջարկը ներկայացնում են որպես իշխանափոխության բանաձև։ Կուսակցությունը հայտարարում է, որ նպատակ ունի կանխելու ինչպես գործող իշխանության վերարտադրությունն, այնպես էլ նախկին քաղաքական բարքերի վերադարձը։ Քաղաքական ուժի կարգախոսային ուղերձն է՝ պաշտպանիր ինքնությունդ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։